12 կյանք խլած փալիսեյցի հրդեհի գործով երդվյալները փակողում են, դատախազությունը չի նահանջում եւ պատրաստվում են նոր դատավարության։ Գերագույն դատարանը թույլ է տվել դադարեցնել 100 հազարավոր ներգաղթյալների պաշտպանությունը, իրավապաշտպանները զգուշացնում են, սա միայն սկիզբն է։ Արհեստական բանականություն, դրոններ եւ ջերմային սենսորներ, Միացյալ Նահանգները նոր տեխնոլոգիաներով է ուժեղացնում սահմանը։ Մոնտենեգրոյում ձերբակալվել է Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող իրանա-թուրք հաքերը, քննիչների պնդմամբ նրա գործողությունները հասցրել են ավելի քան 3.4 միլիարդ դոլարի վնաս։ Հորմուզը նորից վտանգի տակ, բեռնատար նավի վրա հարձակումից հետո դադարեցվել են ուղեկցման գործողությունները։ Վաշինգտոնում Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են նոր շրջանակային համաձայնություն, մանրամասները դեռ գաղտնի են, բայց կողմերը խոսում են խաղաղության ճանապարհի մեկնարկի մասին։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթերինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթերինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն մեզ մշտապես աջակցելու համար, իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Լոս Անջելեսի պատմության ամենամահաբեր հրդեհներից մեկի գործով դատավարությունը անբավեր է ճանաչվել։ Երդվյալ ատենակալները հայտնել են, որ չեն կարողացել միաձայն որոշում կայացնել։ 30-ամյա Ջոնաթան Ռինդերքնեխտը մեղադրվում էր 2024 թվականի ամանորի գիշերը Pacific Palisades-ի շրջանում դիտավորյալ հրդեհ ստեղծելու մեջ։ Ըստ իշխանությունների, այդ հրդեհը շարունակվել էր ծխալ մոտակա օրերին եւս եւ ուժեղ քամիների հետևանքով հունվարի սկզբին վերածվել էր մահաբեր Palisades հրդեհի, որի հետևանքով զոհվել էր 12 մարդ, իսկ հազարավոր տներ ոչնչացվել էին։ Երդվյալ ատենակալները չեն կարողացել համաձայնության գալ ներկայացված 3 ծանր հրկիզման մեղադրանքներից եւ ոչ մեկի վերաբերյալ։ Վերջնական քվեարկությունը եղել է 10 արդարացման օգտին, 2-ը մեղադրանքի։ Դաշնային դատախազությունը հայտարարել է, որ շարունակում է վստահ լինել Ռինդերքնեխտն է պատասխանատու հրդեհի բռնկման համար։ Նրանք մտադիր են գործը կրկին ներկայացնել արդեն նոր երդվյալ ատենակալների կազմին մեղադրական դատավճիռ ստանալու նպատակով։ Եթե Ռինդերքնեխտը մեղավոր ճանաչվեր 3 հրկիզման մեղադրանքներով, նրան կարող էր սպառնալ մինչև 45 տարվա ազատազրկում։ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփի վարչակազմին դադարեցնել ժամանակավոր պաշտպանված կարգավիճակը TPS-ը Հայիթիից եւ Սիրիայից ժամանած ներգաղթյալների համար։ 6-3 հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ դատարանը չեղարկել է Ստորի Նատյանի որոշումները եւ թույլ է տվել ներքին անվտանգության նախարարությանը արագ ավարտել ժամանակավոր պաշտպանության ծրագրերը եւ կարգավիճակը։ Խոսքը վերաբերում է մոտ 350,000 հայիցիների եւ շուրջ 6,000 սիրիացիների, որոնք տարիներ շարունակ օրինական կերպով բնակվել են եւ աշխատել Միացյալ Նահանգներում։ Դատարանի պահպանողական մեծամասնությունը նշել է, որ օրենքը ներգաղթի հարցերով պաշտոնյաներին լայն լիազորություններ է տալիս եւ դատարանները չեն կարող վերանայել այդ որոշումները։ Սակայն 3 լիբերալ դատավորները հանդես են եկել անհամաձայնությամբ, պնդելով, որ դատարանները պետք է կարողանան միջամտել, եթե պաշտպանության դադարեցման գործընթացը չի համապատասխանում օրենքին։ Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ դեմոկրատ օրենսդիրներ եւ ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով եւ հայտարարել, որ Հայիթին եւ Սիրիան շարունակում են մնալ վտանգավոր երկրներ։ Նրանք նշում են, որ Հայիթիում շարունակվող բռնությունները եւ Սիրիայում տարիներ տևած պատերազմի հետևանքները մարդկանց վերադարձը դարձնում են վտանգավոր։ Նրանց խոսքով, ապագայում նույն իրավիճակում կարող են հայտնվել նաեւ ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ ունեցող մյուս երկրների քաղաքացիները։ TPS ծրագիրը ստեղծվել է կոնգրեսի կողմից 1990 թվականին բնական աղետներից, քաղաքացիական բախումներից եւ այլ ճգնաժամերից տուժած երկրների քաղաքացիներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու համար։ Այն թույլ է տալիս մարդկանց մնալ եւ աշխատել Միացյալ Նահանգներում, սակայն չի ապահովում քաղաքացիություն ստանալու ուղի։ Մամուլի ասուլիսի մասնակիցները կոչ են արել կոնգրեսին եւ սենատին ձեռնարկել օրենսդրական քայլեր TPS ծրագրի շահառուներին ավելի երկարաժամկետ պաշտպանություն տրամադրելու եւ նրանց ապագայի վերաբերյալ իրավական հստակություն ապահովելու համար։
Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովում անցկացված լսումների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացել է ներգաղթի քաղաքականության, սահմանային անվտանգության և անօրինական ներգաղթի հետևանքով առաջացած մարտահրավերների վրա։ Ներքին անվտանգության նախարար Մարքվեյ Մալինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ Մեքսիկա սահմանին շարունակվում է անվտանգության համակարգերի ընդլայնումը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն պատերի կառուցմանը, այլև խելացի ցանկապատերի, ջերմային սենսորների, անօդաչու սարքերի և արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների կիրառմանը։ Նրա խոսքով նպատակն անօրինական մուտքերի արագ հայտնաբերումն ու սահմանապահների արձագանքման ժամանակի կրճատումն է։ Լսումների ընթացքում քննարկվել է նաև 287G ծրագիրը, որի շրջանակում տեղական իրավապահ մարմինները համագործակցում են ICE հետ։ Նախարարը նշել է, որ ծրագրին արդեն միացել են ավելի քան 2000 նահանգային և տեղական կառույցներ։ Այդ համագործակցությունն օգնում է հայտնաբերել անօրինական ներգաղթյալներին, պայքարել մարդկանց թրաֆիքինգի և հանցավոր ցանցերի դեմ, ինչպես նաև աջակցել տեղական համայնքների անվտանգությանը։ Բանավեճ է ծավալվել ICE կալանավայրերում պահվող անձանց պայմանների շուրջ։ Որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել բուժօգնության հասանելիության, կալանավայրերում մահերի թվի և հաշվետվողականության հարցերի վերաբերյալ։ Ի պատասխան, գերատեսչության ղեկավարը պնդել է, որ կալանավայրերում գործում են բժշկական ծառայություններ և որ մահացությունների ցուցանիշները չափազանց ցածր են, սակայն ընդգծել է, որ նույնիսկ մեկ մահը մտահոգության առիթ է։ Անդրադարձ է կատարվել նաև FIFA-ի աշխարհի առաջնության անվտանգությանը։ Նախարար Մալինը հայտնել է, որ առաջին անգամ աշխարհի առաջնության բոլոր 11 մարզադաշտերում ներդրվել են հակադրոնային պաշտպանության համակարգեր։ Պաշտոնյաների խոսքով իրավապահ մարմինները կանխել են մի շարք սպառնալիքներ և բացահայտել մարդկանց թրաֆիքինգի դեպքեր, այդ թվում Դալասում իրականացված գործողության ընթացքում փրկելով մի քանի անչափահասների։ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփի վարչակազմին ապագայում վերականգնել ներգաղթային քաղաքականությունը, որը սահմանափակում էր Միացյալ Նահանգներ Մեքսիկա սահմանին ապաստան հայցողների դիմումների ընդունումը։ 6-3 հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ դատարանը չեղարկել է Ստորինատյանի որոշումը, որը նախկինում արգելը փակում էր այս քաղաքականությունը։ Այն կիրառվել էր սկզբում Օբամայի վարչակազմի օրոք, ապա զգալիորեն ընդլայնվել Թրամփի առաջին նախագահության ժամանակ։ Քաղաքականությունը, որը հայտնի է որպես մեթերինգ, սահմանափակում էր այն մարդկանց թիվը, որոնք ամեն օր կարող էին դիմել ապաստանի համար սահմանային անցակետերում։ Արդյունքում հազարավոր մարդիկ շաբաթներով կամ ամիսներով սպասում էին Մեքսիկայի սահմանային քաղաքներում, հաճախ ապրելով վտանգավոր պայմաններում։ Թրամփի վարչակազմը պնդում էր, որ այդ մեխանիզմն անհրաժեշտ է սահմանին աճող ճնշումները կառավարելու համար և նախկինում կիրառվել է ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ նախագահների օրոք։ Դատարանի պահպանողական մեծամասնությունը համաձայնել է այդ դիրքորոշմանը, նշելով, որ սահմանային անցակետ հասնելը դեռևս չի նշանակում, որ անձը մուտք է գործել Միացյալ Նահանգներ և իրավունք ունի անմիջապես դիմելու ապաստանի համար։ Մոնտենեգրոյի ոստիկանությունը և Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն FBI-ը համատեղ գործողության արդյունքում ձերբակալել են Իրանի և Թուրքիայի երկխաղացություն ունեցող 39-ամյա տղամարդու, որը կասկածվում է Միացյալ Նահանգների դեմ լայնածավալ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ։ Նա ձերբակալվել է հունիսի 25-ին Մոնտենեգրոյի Կոտոր առողջարանային քաղաքում։ Նրա անունը դեռևս չի հրապարակվել։ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը նրան հետախուզում էր համակարգչային խարդախության դավադրության, հաքերային հարձակումների և անձնական տվյալների գողության մեղադրանքներով։ Ըստ իրավապահների, կիբերհարձակումները սկսվել են դեռևս 2013 թվականին և հասցրել են ավելի քան 3.4 միլիարդ դոլարի վնաս։ Քննության տվյալներով կասկածյալը թիրախավորել է Միացյալ Նահանգների ավելի քան 150 համալսարան, կոտրելով համակարգերը, գողանալով տվյալներ և ստանալով մուտք հազարավոր օգտահաշիվների։ Իշխանությունների պնդմամբ այդ տվյալներն ու մուտքային հնարավորությունները փոխանցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և այլ իրանական կառույցների։ Ձերբակալությունից հետո գործը փոխանցվել է Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցիայի բարձր դատարան, որը պետք է որոշի կասկածյալի արտահանձնման հարցը։ Միացյալ Նահանգներ Իրան թեմայով արդեն նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացված Հավատքի և ազատության կոալիցիա ամերիկյան պահպանողական քրիստոնեական քաղաքական կազմակերպության համաժողովում հանդես է եկել ծավալուն ելույթով, որի ընթացքում անդրադարձել է կրոնական ազատություններին, ներգաղթին, տնտեսությանը և հատկապես Իրանի շուրջ զարգացումներին։ Նա հայտնել է, որ իր վարչակազմը հասել է մի արդյունքի, որը իր խոսքով նախկին նախագահներից ոչ մեկին չի հաջողվել՝ թույլ չտալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Թրամփը պնդել է, որ պաշտոնական Թեհրանը գրեթե կորցրել է իր ռազմածովային և օդային հնարավորությունները, զգալիորեն նվազել են հակօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև կտրուկ կրճատվել են անօդաչու սարքերի, հրթիռների և հրթիռային արձակման համակարգերի կարողությունները։ Թրամփը նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած վերջին միջադեպին, հայտարարելով, որ Իրան անօդաչու սարքեր է արձակել նավի ուղղությամբ, որոնցից մեկն էլ հարվածել է նավին։ Նրա խոսքով նման գործողություններն անընդունելի են և չեն կարող մնալ անպատասխան։ Ելույթի ընթացքում նախագահը կրկին պաշտպանել է իր առաջին նախագահության ամենաաղմկահարույց որոշումներից մեկը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։ Թրամփի խոսքով Սոլեյմանին չափազանց վտանգավոր գործիչ էր և
պատասխանատու էր բազմաթիվ ահաբեկչական գործողությունների համար։ Նա նաև բացահայտել է, որ գործողությունը նախապես քննարկվել էր Իսրայելի հետ, սակայն վերջնական հարվածը հասցրել են ամերիկյան ուժերը։ Բացի Իրանից, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք այսքան ուժեղ եւ հարգված չի եղել վերջին տարիներին։ Նա պնդել է, որ տնտեսությունը վերելք է ապրում, ֆոնդային շուկան ռեկորդներ է սահմանում, իսկ Միացյալ Նահանգների զինված ուժերը դարձել են աշխարհի ամենահզոր բանակը։ Միաժամանակ նա կոչ է արել իր կողմնակիցներին ակտիվ մասնակցել առաջիկա միջանկյալ ընտրություններին, դրանք բնութագրելով որպես երկրի ապագայի համար վճռորոշ։ ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը դադարեցրել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղեկցման գործողությունները Օմանի մերձակայքում բեռնատար նավի վրա տեղի ունեցած հարձակման մասին հաղորդումից հետո։ Դեպքը նոր մտահոգություններ է առաջացրել այն հարցի շուրջ, թե արդյոք Իրանի հետ ձեռք բերված նախնական հրադադարի համաձայնությունը կկարողանա պահպանվել։ Հարձակումը տեղի ունեցել ընդամենը ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը զգուշացրել էր նավերին չօգտվել իր կողմից չհաստատված երթուղիներից։ Միացյալ Նահանգները պնդում է, որ նավի վրա Իրանն է կրակ բացել։ Չնայած անվտանգության ռիսկերին Հորմուզի նեղուցով նավթային փոխադրումները հրադադարից հետո զգալիորեն աճել են։ Ասիական երկրների պահանջարկը նպաստել է նավթի հոսքերի վերականգնմանը, սակայն ծովային երթևեկությունը դեռևս զգալիորեն զիջում է նախապատերազմական մակարդակին։ Վերջին հարձակման մասին լուրերից հետո համաշխարհային նավթի հենանիշային գները աճել են շուրջ 2%-ով, սակայն հետագայում կրկին նվազել են ու շաբաթական կտրվածքով շարժվում են մոտ 8% անկման ուղղությամբ։ Վաշինգտոնում Իսրայելի եւ Լիբանանի միջև ստորագրվել է եռակողմ շրջանակային համաձայնություն։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Լիբանանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ տուժել է արտաքին միջամտություններից եւ այն ուժերից, որոնք փորձել են Լիբանանը օգտագործել որպես հարթակ հարևանների դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Նրա խոսքով լիբանանցիները արժանի են վերադառնալու այն խաղաղ եւ բարգավաճ երկրին, որտեղ տարբեր համայնքներ կարող էին ապրել կողք կողքի։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Իսրայելի ժողովուրդը, հատկապես հյուսիսային շրջանների բնակիչները, նույնպես իրավունք ունեն ապրել անվտանգ պայմաններում առանց ահաբեկչական հարձակումների եւ մշտական ապաստարաններ փախչելու վախի։ Ռուբիոն շեշտել է, որ այս համաձայնությունը սկիզբն է եւ կողմերին դեռ երկար ու դժվար աշխատանք է սպասվում։ Լիբանանի դեսպան Նադա Համադեն համաձայնագիրը անվանել է առաջին քայլ Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհին։ Նրա խոսքով նպատակն է հասնել ռազմական գործողությունների մշտական եւ վերջնական դադարեցման, որպեսզի լիբանանցիները կարողանան վերադառնալ եւ ապրել խաղաղության, անվտանգության ու բարեկեցության մեջ։ Իսրայելի դեսպան Եղիել Լեյթերն էլ հայտնել է, որ բանակցությունները վերադարձրել են գործընթացը ճիշտ ուղու վրա։ Նրա խոսքով վերջնական նպատակն իրական խաղաղությունն է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ, որտեղ երկու երկրների ինքնիշխանությունը կհարգվի եւ կպաշտպանվի։ Համաձայնագրի մանրամասները դեռ ամբողջությամբ չեն հրապարակվել, սակայն Վաշինգտոնն այն ներկայացնում է որպես կարևոր դիվանագիտական մեկնարկ։ Սպիտակ տանը ընդունել էին ամերիկացի ֆերմերներին։ Հրապարակվել է նախագահի գյուղատնտեսության աջակցման համար նոր ծրագրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որով դաշնային կառույցներին հանձնարարում է արագացնել գյուղատնտեսական նորարարությունները, ֆերմերներին ավելի մատչելի եւ արդյունավետ ռեսուրսներ տրամադրելու համար։ Նախագահի խոսքով իր վարչակազմը փորձում է բացել նոր շուկաներ ամերիկյան գյուղմթերքի համար։ Նա հայտարարել է, որ Չինաստանը պարտավորվել է գնել առնվազն $17 միլիարդ ամերիկյան գյուղատնտեսական ապրանքներ, հիմնականում սոյա, իսկ Ավստրալիան առաջին անգամ ավելի քան 25 տարվա ընթացքում բացում է շուկան ամերիկյան տավարի մսի համար։ Թրամփը նաև ասել է, որ նախատեսում է $11 միլիարդ օգնություն հատկացնել ֆերմերներին, հատկապես հատուկ մշակաբույսերի արտադրողներին, որոնք վնասներ են կրել նախորդ վարչակազմի կանոնակարգերի հետևանքով։ Առանձին անդրադարձ է եղել ժառանգության հարկին։ Թրամփը հայտարարել է, որ իր նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ընտանեկան ֆերմաները եւ փոքր բիզնեսները կարող են փոխանցվել երեխաներին առանց ծանր հարկային բեռի, ինչը ըստ նրա ապագայում կօգնի ամերիկյան գյուղատնտեսական ընտանիքներին։ Թողարկման վերջում էլ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Vivaldi Catering-ին, Gerry's Moms Bakery-ին, Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներին, ինչպես նաեւ Cosmo Palace ռեստորանին։ Իդեպ ձեր առաջիկա միջոցառումը, եթե վստահեք Vivaldi Catering-ին ու անպայման նշեք, որ իրենց մասին տեղեկացել եք Armedia-ի միջոցով, ապա կստանաք հաճելի անակնկալ։ Իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։